Արվեստագետի ազատությունը, այն ծնվում է իր աշխարհ գալու պահից և ապրում անբաժան նրա ողջ կյանքում, դառնալով այն կարևորագույն բաղկացուցիչը, առանց որի նա չի պատկերացնում իր կյանքը, իր արվեստը, ինքն իրեն։ Չէ որ միայն ազատ ու անկաշկանդ հոգեվիճակն է ունակ պարգևելու այն անմոռանալի ակնթարթները, որոնք վերապրում են արարման պահին և որոնք այնուհետ իր տաղանդի ուժով շունչ ու կենդանություն են առնում։ Ծնվել եմ նկարիչների ընտանիքում, այդ ամեն ինչը մակուց սերմանվել է իմ մեջ, չգիտեի տենց կլներ, եթե ես ուրիշ ընտանիքում ծնվեի, միգուցե այո, միգուցե ոչ, չնայած այն միտքը, որ ես իմ ծնողներից մտածողությամբ ուրիշ եմ, ուրիշ է իմ ստեղծագործական ուղին, կարելի է նաև ասել, որ անկախ ամեն ինչից ես միևնույն է ինձ գտնեի ինչ-որ ստեղծագործական ոլորտում։ Եթե նույնիսկ նկարչություն չլներ, իմ համար կարևոր է, որ ինչ-որ ոչինչից ինչ-որ բան ստեղծելը։ Էդ է միակ բավականությունը տալի մինչ օրս ինձ։ Ես ոգեշնչվող մարդ եմ ուղղակի, իմ համար տեսանելի աշխարհից ոգեշնչվում եմ, փորձում եմ ստեղծել իմը, կարելի է ասել ինչ-որ ալտերնատիվ իրականություն, որի մեջ ես կարողանամ ինքս իմ հետ անկեղծ լինել։ Ես ընդհանրապես չեմ սիրում ինչ-որ պաթոսական խոսքեր, բան, ու շատ դժվար եմ պաթոսի մեջ իմ մտքերը շարադրում, ուղղակի ամենաանկեղծը կլինի ասել, որ ես ուղղակի սիրում եմ դա։ Ու ինչ արել եմ մինչ օրս, արել եմ մենակ սիրելով, չսիրելով իմ մոտ ոչինչ չի ստացվում։ Եթե ինչ-որ մի բան անում եմ, անկախ ինչ եմ անում, ես դա պետք է սիրեմ առնվազն, թե չէ կամ չի ստացվի, կամ եթե նույնիսկ ստացվի էլ հասկացող մարդը կհասկանա։ Շատ կարևոր է, որ նույնիսկ ապագայում, եթե նայեն այսօրվա նկարչությանը, հասկանան, որ այդ նկարչությունը ստեղծվել է 21-րդ դարի այսին ժամանակահատվածում։ Կան նկարիչներ, որոնք նենց մանրակրկիտ կարան ամեն ինչ անեն, ոնց որ ժամանակին վերածննդի նկարիչներն են արել։ Բայց քանի որ դա արդեն արվել է, հիմա այդքան բանը փոխվել է, ինքը նույն արժեքը չի ունենա, որտեղ հիմա նենց վարպետորեն նկարելով ոչ մեկին ոչ ինչ չես կարող ասել մեծ հաշվով։ Ինչ-որ նոր բան է պետք։ Այսօրվա շունչ արվեստն էլ կյանքի պես փոփոխվում է։ Նկարիչն էլ այդ կյանքի անիվի մեջ պետք է միշտ պտտվի։ Ըստ իս պետք է զգացվի երբ հարված ու ինչի համար։ Նկարչության մասին ավելի լավ է ես շատ չխոսամ, թող դիտորդը ինքը համար հայտնաբերի էլի ինչ է ես ինքս ուզում ասել այս կամ այն նկարով, որովհետև մեկը մյուսից տարբեր են, տարբեր պրոյեկտների համար արված, տարբեր գաղափարներով։ Ու այն մտքերով, որոնք որ ինձ են ուզել, ես որոշակի փորձում եմ իմ ուզունքը նաև փոխանցեմ դիտորդի համար։ Բայց դրա հետ համատեղ կարող եմ ասել, որ ես առաջնայինը անում եմ հենց ինձ համար,
բայց երբ դա այդ գաղափարը, այդ միտքը հասունանում է այն աստիճան, որ ես պատրաստ եմ լինում նաև դրանով կիսվել, մարդիկ դրա մասին իմանում են։ Այն մարդիկ, ովքեր որ հետևում են իմ ստեղծագործական աշխատանքի։ Թռիչքի պահմի, որ արժե մի դար, գուցե ավելի արդյոք ով գիտի։ Թևերի ճախրանք ու հետո դադար ու հետո նորից ու հետո էլի։ Երկնի կապույտը բացող մի թռչուն, որն ասես ոչ մի նպատակ չունի, ու ծովը չափող ճայի կռնչյուն, նախանշանը գալիք գոչյունի։ Սլացքներ ազատ, սլացքներ հեռու, ու իր պատյանը լայն բացած մի սիրտ։ Դե ով է այդպես հրաշք դեգերում, այն շնչակտուր հրճվանքից բացի, մի ինքնամոռաց, երազող հոգի ու հզոր թևեր, ի վերուստ տրված, ու ոչ մի վայրկյան առանց ճախրանքի, գեղեցիկ, գերող ու ձերբազատված։ Ազատությունը այդ թեմային ես բազմիցս անդրադարձել եմ իմ նկարներում, այն միտքն է, որը որ ըստիս ընդհանրապես գոյություն չունի էլ կատարյալ ազատություն։ Քանի կար երկրի ձգողական ուժը, մարդը կախված է յանից։ Ես եթե մի բանից կախված եմ, ինք էլ լիակատար ազատ չի։ Դա արդեն նկարելու թեմա է տալի, էլի կատարյալ ազատություն առանց երկրի ձգողական ուժի ինչ կլներ։ Ու տալիս է հավերժ ստեղծագործելու ինչ-որ նոր իմպուլսներ, մտքեր, որը որ կարելի է աշխատել և ցույց տալ քո պատկերացումը մարդկանց։ Արվեստը արարչական, ինչ-որ արարել բառից է, չէ, փորձում եմ ինչ-որ մի բանից ինչ-որ մի նոր բան ստեղծել, ու այդ դրանից ես բավականություն եմ ստանում, թե ընթացքից, թե վերջնական տեսքից, ու այդ զգացողությունը ինձ միշտ մոտիվացնում է կրկին և կրկին անգամ ունենալու։ Մեկը կա համակերպված է իրողության հետ, մեկը փորձում է էլ ավելին, մեկը պատկերացնելով, մեկը երազելով։ Իսկ ինձ տրված է հնարավորություն այդ սաղ մտքերը վիզուալիզացնել։ Եթե նաև դա ես կարող եմ, ինձ թվում է չանելը ճիշտ չէր լինի։ Թե էմոցիաները, թե միտքը, սիրտը, ուղեղը իրար հետ որ աշխատի, դա հետաքրքիր ինչ-որ սիմբիոզ է ստեղծում ու դա ամեն ինչը անդրադառնում է նկարչության վրա, ստեղծագործական այդ աշխատանքի։ Կարևորը որ բոլորը իրար հետ համահունչ աշխատեն ու դրա արդյունքում կարա մի հետաքրքիր, շատ հետաքրքիր բան ստեղծվի ու անձեն աշկով նույնիսկ երևա։ Ինչ-որ մի բան, եթե ես տեսնում եմ, այդ զգացողությունը իմ մեջով անցկացնում եմ, իմ ենթագիտակցության մեջ դա կառուցում եմ, անցնում է դա սրտիս, սիրտը տալիս է ձեռքից, ձեռքս արդեն կտավին, բայց ամեն ինչ ծնվում է իմ ուղեղում։ Կյանքը ըստիս պայքար է, էլի պայքարը ինքդ քո հանդեպ, աշխարհի հանդեպ, քեզ քո ուզած չափով չտրված ինչ-որ ազատության հանդեպ, ինչ-որ մի բանից ձերբազատվել, ինչ-որ մի բան նորը սկսել, միշտ ինչ-որ մարդը փնտրտուքների մեջ է, մարդացելով ես առաջնահերթ ինքս ինձ նկատի ունեմ։ Իմ ստեղծագործական աշխարհում էլ ես լիակատար ազատ չեմ։ Այդ ամեն ինչից ձերբազատվելու համար այդ բոլոր էմոցիաները, որի մեջ կուտակվում են, ես յուրովի փորձում եմ դրանից ձերբազատվել։ Դա անում եմ նկարչության միջոցով։ Արվեստի աշխարհն ու իրականությունը հենց իրար հետ են երկկողք կողքի քայլում են իմ համար։ Առանց մեկը մյուսի չի լինի, առանց արվեստի իմ համար կյանք չկա, կյանք առանց արվեստի էլի արժեք չունի ինձ համար։ Մարդը ծնվել է որ արարի։ Մենակ այն զգացողությունը, որ հենց դու ես ծնվել ու դա ինչ-որ շղթա է, որ երբեք չի օգվե,
մենակ այն միտքը, որ կար, չգիտեմ, ինչ լիներ աշխարհում, թիթեռի էֆեկտը, տենց չէ կոչվում։ Ու դրա արդյունքում դու չլնես։ Ինչքան էր հավանական առհասարակ, որ իմ ծնողները իրար կհանդիպեն կամ իրենց հարաբերությունները հենց կշարունակվի, որ իրենք կուզենան երեխա ունենան, ու հենց ես կլնեմ։ Այդ արդեն իսկ մեծ հաջողություն է, հա, իմ համար, ու այդ միտքը ունենալ ու չստեղծագործել դա էլ ճիշտ չի լինի։ Ականատես շարքը ստեղծել եմ պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո ուղղակի փոխանցելով այն հույզերը, որոնք որ հատուկ էին այդ ժամանակներում մարդկանց համար, ականատես որպես բառախաղ կա էլի այդտեղ, ականատեսած դրա համար ես դիմացի 3 տարը միշտ մեծատառերով էի գրում, որ էլ ավելի պարզ լինի ինչի մասին է ցուցահանդեսը։ Տենց մեծ պրոյեկտ արեցի ժամանակակից արվեստի թանգարանում, որից 2 գործ եւ 1 քանդակ շատ ուրախ եմ, որ տեղ գտան մշտական էքսպոզիցիայի մեջ։ Ուրեմն կարելի ասել, որ այն ինչ որ ես մտածել էի, լավ ռեզոնանս ունեցավ ու իմ աշխատանքները իրենց արժանի տեղը գտան ու ուզեցին մարդկանց ու գերնպատակը հենց այդ էր փոխանցել այն հույզերը, որոնք որ հատուկ էին այդ օրերում 1 տարի անց հիշեցնելով այդ օրերը ու ցույց տալ նաև ոչ միայն հայ հասարակությանը, այլ նաև մեզ հյուրընկալված տարբեր երկրի ներկայացուցիչների ու պատմել իրենց մասին, որ իրանք էլ տեղեկացված են, թե առհասարակ ինչ է պատերազմը, ինչ հետևանքներ ունի ու ինչ է իր հետ բերում։ Ինձ թվում է, որ կյանքը իհարկե հրաշալի է, որ կյանքը որպես այդպեսին կա, բայց ինքը շատ տենց մի գծի վրա է, շատ տենց հավասար է ու համաչափ է, էլի։ Լինում են շատ լավ բաներ, լինում են շատ վատ բաներ։ Դե ամեն ինչն էլ մարդու համար է, էլի, պետք է փորձի հաղթահարի, ինչքանով որ իրան տրված է այդ հնարավորությունը։ Մի խոսքով եթե ասել կյանքը լավ է թե վատ, երևի ճիշտ բառը կլինի կյանքը շատ համաչափ է։ Ոչ մի գաղտնիք չկա, ամեն ինչ շատ պարզ է ու հասանելի իրական։ Անում եմ, որովհետև սիրում եմ, կարծում եմ, որ եթե ոչ մի բան չի խոչընդոտում, պետք է հավերժ աշխատել ու տարբեր նյութերի վրա փորձելով ինչ-որ նոր բացահայտումներ անել, միշտ փնտրել նորը ու դրանով հետաքրքրացնել ու լավացնել կյանքը։ Ամենայն դեպս գոնե ինձ համար։ Տարբեր արվեստագետներ տարբեր մտքեր են հետապնդում աշխատելուց։ Ես բոլորի անունից չեմ կարող խոսալ։ Ես ամենայն դեպս նենց նպատակ չունեմ էլ ավելի լավացնելու կամ ինչ-որ հաճոյանալու իմ արվեստի միջոցով։ Իմը շատ ինդիվիդուալ ու ուրիշ է ըստիս ու դա նորմալ է։ Ես չեմ փորձում իմ նկարչությամբ ինչ-որ մեկին չմեկի Ես հենց այդ համաչափությունն եմ ավելի շատ ցույց տալի։ Իմ նկարչությունն էլ կյանքի պես բան է, ըստ տրամադրության նկարիչ եմ։ Կարամ նկարեմ այն ինչ որ ուզում եմ, այդ ինչ բային, ինչ էմոցիաներ ունեմ, դա փորձեմ հանձնել կտավին։
ու դա հետևաբար ինչ-որ մտքեր չեմ հետապնդում, դա ինչ-որ հանրայնացնելու եւ այլն այդ ամեն ինչը անում եմ մենակ ու մենակ իմ համար, բայց երբ հասունանում է ինչ-որ գաղափար, որ արդեն իսկ պատրաստ եմ լինում կիսվել հասարակության հետ, հանրության, ես ամեն ինչ անում եմ, որ իրանց համար դա տեսանելի դառնա։ Արվեստի մարդ է գալիս է ինքնին և մտքից ու տեսանելի է դառնում մենակ այն ժամանակ, երբ որ իր սիրտն է դա կամեն ու արտահայտվում մենակ այն ժամանակ, երբ իր մեջ կուտակված էներգիան ուղղակի պայթում է ցանկությունը դա իր ամբողջ ուղին արարել ու պայթել ինչ-որ մի ժամանակահատվածում։ Ինձ թվում է անտաղանդ մարդ իրականում գոյություն չունի, բոլորն են ինչ-որ մի բանի օժտվածություն ունեն։ Ուղղակի մարդկա որ զարգացնում է դա, մարդկա որ չի զարգացնում ու կորում է այդ տաղանդը։ Առանց աշխատասիրության, առանց այդ ամեն ինչ անելու, պերիոդիչեսկի ամեն անգամ չի ստացվի ոչ մի բան։ Ինչքան էլ որ ինչ-որ վերուս տրված լինի, որ ես այդքանը չեմ հավատում։ Այդ ստեղծագործական ուղին է էլի ամբողջ։ Այդ իմաստը արվեստագետ մարդու արարել ու ստեղծագործել մեկը անում է այդ հաճանալու համար, մեկը վաճառելու, մեկը ինչ-որ լավ հարթակներում ցուցադրելու, մեկի ճանապարհը ուղիղ է, ուրիշ է, ավելի ճիշտ ու տարբերվում է։ Հետևաբար նկարիչին որպես այդպեսին կոլեգա էլ չի էլի։ Մեկը տարբեր բաներ է անում, որ նույն գործիքներով ընդհանրապես ուրիշ ոչ մի այդ համընկնող բան չկա։ Դե համար նկարիչը մենակ է էլի ինքի այդ։ Մի մտքերում, մի ստեղծագործական աշխարհում, մի մտածողությամբ, իր աշխարհը հայացքներով ու ամեն մեկը տարբեր տեղերից է գալի ու ամեն մեկը իր ճանապարհը ունի, որ գնում է։